Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը տարածել է գործարարի հերթական հայտարարությունը։ Ներկա իշխանություններին հաջողվեց հերոսներին, գեներալներին ամբողջ էլիտային դասել Սևերի շարքը, գործարարները հայտնվեցին Սևերի դաշտում։ Այսպիսի տողերով է սկսվում նամակը, լսենք ամբողջական տարբերակը։ Ներկա իշխանություններին հաջողվեց հերոսներին, գեներալներին ամբողջ էլիտային դասել Սևերի շարքը, գործարարները հայտնվեցին Սևերի դաշտում, ոմանց սարքեցին կաշառակերներ, ոմանց սարքեցին հասարակության համար անպիտաններ, բոլոր գործարարները հայտնվեցին Սևերի դաշտում, ոմանց դեմ նույնիսկ հարուցվեցին հարյուրավոր անօրինական քրեական գործեր։ Դաժան ռեպրեսիվ մեքենան դարձել է ամենապահանջված միջոցը եւ սասանում է մեր երկրի ներքին ամրությունը։ Երկրի համար սրտացավ, անհանգիստ, աշխատատեղ ու բարիք ստեղծող մարդիկ դարձել են քաղբանտարկյալներ, ճաշակելով կալանավայրերի խցերի քաղցրությունը։ Հարգանքի արժանացած տարբեր մարդիկ իրենց ընտանիքների հետ հալածվեցին, ստիպված լինելով լքել կամ չվերադառնալ իրենց հայրենիք։ Շատերին անձամբ եմ ճանաչում եւ նման իրավիճակում հայտնված անձանց անունները կարելի է երկար թվարկել։ Հաջողվեց բոլորին հանել բոլորի դեմ։ Քաղաքական ուժերը սկսեցին պայքարել միմյանց դեմ, մի կողմ թողնելով գլխավոր չարիքը։ Սակայն ժամանակն ասում է իր խոսքը եւ անում իր գործը։ Սևերը սկսեցին սպիտակել, իսկ սպիտակները, որոնք այժմ ժողովրդի մեջ փոքրամասնություն են, վստահ եմ, որ կարճ ժամանակ հետո բոլորի համար շոշափելիորեն կմնան ընդամենը մի փոքրիկ խմբակ։ Չնայած նույնիսկ դա է ինձ ցավ պատճառում, քանի որ բաժանումից, պառակտումից սկսվեց մեր ամենադժվար շրջափուլը։ Շուտով միասին վերջ ենք տալու պառակտմանը, պայքարելու ենք։